Համառ խոսակցություններ են գնում, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը մինչև Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները ստորագրվի, վավերացման հարցը մնա հետո, եթե դա իրականություն դառնա, ապա հենց ձեր հարցի պատասխանը փաստացի կտրվի։ Ես չգիտեմ իրականում պաշտոնական մակարդակում համաձայնությունները այս հարցով ինչ փուլում են, ընդ որում այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ միանշանակ պատասխան չունեին, արդյոք գործընթացը ինչ փուլում է եւ ինչպես կընթանան իրադարձությունները, բայց ընդհանուր առմամբ այո, համաձայն եմ ձեզ հետ, որ Ադրբեջանը ճիշտ կանի, որ մի փոքր արագացնի գործընթացները, ընդ որում այդ հարցի մասին խոսել ենք, ես ինքս օրինակ ասել եմ, որ լավ կլիներ, որ Ադրբեջանը ազդեցություն ունենար Թուրքիայի վրա, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հարցում, դրական ազդեցություն ունենար Թուրքիայի նկատմամբ, մենք գիտենք, որ իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դեռ բանալին բակվում են։ Տեսեք, մենք գիտենք, որ բացասական ազդեցություն Ադրբեջանը ունի եւ գիտենք, որ Ալիևը միանշանակ կերպով ցույց է տալիս, որ ինքն է որոշում Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի թե ոչ, եւ այս հարցի վերաբերյալ հակառակ կողմնորոշումը ես ներկայացրել եմ առ այն, որ եթե Ադրբեջանում անհանգստանում են գործընթացների առաջընթացի վերաբերյալ, ապա լավ կլինի, որպեսզի դրական ազդեցություն ունենան Թուրքիայի նկատմամբ, որպեսզի Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, այո, արդեն տեղի ունեցած գործընթացները հետ շրջելը շատ ավելի դժվար է, քան թույլ չտալը, որ դրանք տեղի ունենան։ Իհարկե Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ իրենց մոտեցումներ ունեին այս հարցերի վերաբերյալ, իրենք էլ գտնում էին, որ դեռևս կան հարցեր, որոնք պիտի ճշգրտվեն Հայաստանի Հանրապետության հետ կապված սահմանազատման, սահմանագծման, անկլավների հարցերի հետ եւ այլն եւ այլն, եւ նորից հղում անելով եւ իրենց խոսքին եւ մեր պատկերացումներին, որոնք համընկնում են, այնուամենայնիվ այնտեղ որոշումներ կայացնողներ չէին նստած։